Շատ տարիներ առաջ, երբ դուք դեռ ծնված էլ չէիք, աշխարհի կենտրոնում հայերն ու թուրքերը ապրում էին համերաշխ կյանքով, կողք կողքի։ Այդ ժամանակ մի տղա կար, Սողոմոն էր անունը, նա որբ էր, աղքատ էր, անօգնական և տկար, չնայած այս իրականությանը նա միշտ խոհեմ էր, ինքնամփոփ և բարի։ Այս տղային վիճակված էր մեծանալ և ճանաչվել որպես Կոմիտաս։ Նա իր սկզբնական անշուք կյանքից բարձրացավ վեր և դարձավ հայկական երաժշտության փրկիչը։ Նա դարձավ քահանա, երգիչ, երգահան և երգչախմբի խմբավար։ Այս ամենն իհարկե նախքան համիծյան ջարդերն էին և նախքան դրան հաջորդող հայերի սարսափելի կոտորածը։ Ցավոք այս իրադարձությունները Կոմիտասին հասցրին կործանման։ Եվ դեռ ավելին, նա իմ ընկերն էր։ Ես մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես տեսա նրան վերջին անգամ։ Դա նրա վերջին ելույթն էր լինելու։ Ես մինչև հիմա զգում եմ այն ներքի հոտը, որով թարմացրել էին համերգասրահի դահլիճը։ Օսմանյան վառ, կարմիր գույնի հոտը։ Սողոմոնը անմիջապես գրավեց բոլոր ներկաների ուշադրությունը։ Ոմանք ցանկանում էին երկրպագել նրան, ոմանք էլ վնասել։ Բարիգալուս նայք և պարվան, այսօր ոգեշնչվելու է երաժշտական, իսկական հանճարի ներկայության, Կոմիտասի ներկայության, Անատոլիայի Նավակը իր նվիրված աշխատասիրության շնորհիվ թևեր տվեց հայկական երաժշտության։ Նա անտեսեց կյանքի բոլոր բարիքներն ու հարմարավետությունները, անցկացրեց իր կյանքը գյուղերում, վերծանեց հայկական խազերը, վերակենդանացնելով մի ամբողջ ժողովրդի երաժշտություն։ Ես լինելով հպարտ թուրք, նախանձով եմ խոսում այս մարդու երաժշտական հանճարի մասին։ Ցավոք մեծ բախտ չի վիճակվել ունենալու նման մեկին, ով կպահպաներ թուրքական երաժշտությունը։ Իրականությունն այն է, որ հայ ժողովուրդը մնում է մեր մշակութային կյանքի առաջատար դիրքերում։ Հայ ստեղծարար միտքը իր դրոշն է թողել ամենուրեք։ Իհարկե, նա մեղք չունի, որ ծնվել է արյունով հայ և ոչ թուրք, բայց նա բախտավոր է, որ ծնվել է փառապանծ Օսմանյան կայսրությունում։ Հայյան հաշալի, Օսմանյան կայսրության, Քալիաթ Փաշան մարդասպան էր, ոճրագործ և խելագար։ 1915 թվականի ապրիլի 24-ին Քալիաթ Փաշան հրամայեց ձերբակալել և արտաքսել Ստամբուլի հայ մտավորականներին, որոնց սպանեցին։ Իմ ընկեր Կոմիտասը նրանցից մեկն էր, ում ձերբակալեցին։ Այս համերգը նախապես ծրագրված հրաշալի ծուղակ էր։ Երբ առաջին անգամ ծանոթացանք, մենք դեռ երեխաներ էինք։ Երաժշտությունը մեղմ ասած, մոլուցք էր մեզ համար։ Ես թրքուհի եմ, բայց իմ ամենամտերիմ ընկերուհին Սոնան հայուհի էր։ Հետո հայտնվեց Սողոմոնը։
Իսկ երաժշտությունը կապեց մեզ երեքիս։ Սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, արևացվեց խուխամբերեն, կակավ թրավ կանացարեն, կանացարեն, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, Չմոռանաս, մեջ քուղի, արմունկները բարձր, Կարծում եմ կմտածեք, որ մի տեսակ տարօրինակ է, որ իմ մտերիմ ընկերները հայեր էին։ Սոնան և Կոմիտասը քրիստոնյա էին, իսկ ես մուսուլման։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, դա այն ժամանակներն էին, երբ ատելությունը ինչպես քաղցկեղ չէր սերմանել մարդկանց սրտերում։ Լավ է։ Միշտապի։ Yavaş papalı. Այսօրվա համար այսքանը բավական էր, Սևիկ։ Հիմա քո տուն գնալու ժամանակն է։ Սոնա, չուշանաս։ Լավ, մամ։ Որտեղից գիտես այդ մեղեդին։ Դա առաջին անգամ էր, երբ ես տեսա նրան։ Նա թաքուն հետևում էր մեր դասին։ Որից կերքես։ Երգեմ։
Աստվածային ձայն ունի այս տղան։ Ո՞վ է։ Մեր երկիչ որփուկն է։ Ինչ է շշպաստայում, դե խփի։ Ուզում ես հետներս խաղալ։ Խաղա, մեզ հետ չեմի չեիքը վերա գերքել գիտի։ Պի, ցույց տուր սրանց, որ կարող ես։ Ափսոս, որ հայրդ բերդելուց առաջ քեզ թոփին խփել չսովորացրել։ Որփուկի մեկը։ Դե մլավի։ Միաու, միաու։ Ինչ ասեցիր։ Հիմա էլ հայ աղջիկն է որփուկին պաշտպանում։ Ղզիկ։ Զայներ կտրեք, լակոտներ։ Սրիկա հայերին ես պաշտպանում։ Պաշտպանի։ Հայրս ասում է, որ բոլոր հայերը շուտով պատասխան են տալու Թուրքիային դավաճանելու համար։ Ինչ եք անում։ Ինչ եք անում, վերստվեք։ Գնացեք տուն, ասում եմ, քանի բոլորի ծնողներին չեմ կանչել։ Իսկ այս տղային հանգիստ թողեք։ Չգիտեք, որ որբ է։ Չգիտեք։ Արի բուջրես, արի մոտս, ինչի ես լաց լինում։ Հրթարջ։ Ինչ, կյանքը։ Բոլորը ծնողներն են, տունն են, խաղերն են։ Սողոմոն անուշիկս, անցյալը մենք չենք կարող փոխել։ Եղածը եղած է։ Քեզ թվում է, որ Աստված քեզնից երես է թեքել։ Բայց նա քեզ մի բան է տվել, որ աշխարհում ուրիշ ոչ ոք չունի։ Ինչ է տվել տատի, ինչ։ Ձայն է տվել, ձայն։ Դու աշխարհի ամենագեղեցիկ ձայնն ունես։ Ես գիտեմ, զգում եմ հոգուս խորքում, որ դու ծնվել ես մեծ գործերի համար։ Մնում է միայն ինքդ դրան հավատաս։ Դու իսկապես այդպես ես կարծում։ Չեմ կարծում։ Գիտեմ։ Որտեղից։ Աստված է ինձ ասել։ Նա մի օր հայտնվեց ինձ իմ երազում և ասաց, որ միշտ քեզ հետ է լինելու։ Սողոմոն, երբեք մի կորցրու հավատդ Աստծու հանդեպ։ Բայց մի կորցրու նաև հավատդ ինքդ քո հանդեպ։ Ամեն ինչ լավ է լինելու տղաս։ Ամեն ինչ։ Հայ կտեսնես։ Հայ կտեսնես։ Չունիս խալոտ և թամ, ով բերիմ բեղալոտ, Ուր են գնում, վարդապետ։ Վարդապետ։
Տեր Աստված, համբերություն տուր ինձ, այս որբուքներն անտանելի են։ Ինչու չես ասում ուր են գնում, վարդապետ։ Մենք գնում ենք, տեր հայր, որ Աստծո օգնությամբ այդ անտանելի որբուքներից մեկին գտնենք։ Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում։ Չհասկանալու բան չկա։ Այսօր նամակ եմ ստացել Էջմիածնից։ Կաթողիկոսը հրանգել էր, որ այստեղից մի հայ որբ երեխա տանեն ճեմարանում ուսանելու։ Այնպիսի մեկին, որն օժտված լինի երկեցիկ ձայնով։ Այստեղ ես ուզում երեխա գտնել։ Այս որբերը մի կերպ թուրքերեն են խոսում, ուր մնաց հայերեն երգեն։ Ում պիտի գտնես այս ողորմելիների մեջ։ Եթե լայն բացես աչքերդ, տեր հայր, եւ հոգիդ, անպայման կգտնես այդ ողորմելիների մեջ նրան, ում փնտրում ես։ Այն քրչոտ լակոտը, խնդրում եմ ասա, որ կատակում ես։ Բավական է, տեր հայր, համբերությունս մի չարաշահիր։ Մի վախեցիր, տղաս։ Ես գիտեմ, որ դու երգում ես։ Ով է քեզ այդպես երգել սովորեցրել։ Ոչ մեկը։ Ինքս եմ սովորել։ Լսում եմ երգը ու սովորում։ Դու մնացին տաղանդով ես օժտված, տղաս։ Վարդապետ, ես հորդորում եմ քեզ ավելի լավ մտածել։ Համաձայն եմ, տեր հայր։ Իմ գործը մտածելն է, քոնը մեր տղային շարականներ սովորեցնելը։ Գնանք ինձ հետ, տղաս։ Մի վախեցիր։ Դուր ձեռքդ։ Վարդապետի հետ այդ հանդիպումը հիմնովին փոխելու էր նրա կյանքը։ Փոխելու էր նաև մեր բոլորի կյանքը։ Ես մտավախությամբ հաճախեցի նրա այս վերջին համերգին։ Ուզում էի տեսնել ու վաղեմի ընկերոջ։ Բայց սիրտս լավան չէր գուշանում։ Օրհնյալ Աստված, հիշյալ Աստված,
بانی Երևի դրսում ավելի հետաքրքիր է, քան այստեղ։ Ինչ է պատահել, Տեր հայր։ Այս տղան գերադասում է լսել գյուղացու երգը, քան հոգևոր երաժշտություն սովորել։ Հռություն։ Բայց ես գիտեմ այդ երգը։ Հանդուգն տղա։ Ինչպես կարող ես իմանալ, երբ ընդամենը մեկ անգամ են երգել։ Դուրս եկեղեցուց, շտախոս։ Սպասիր, Տեր հայր։ Ես սուտ չեմ խոսում։ Դու ասում ես, որ գիտես այդ երգը։ Ուրեմն երգիր։ Արզում է տղան չեր ստում, Տեր հայր։ Հռություն։ Սողոմոն։ Ինչ եք անում այստեղ։ Ես համով բաներ ենք բերել։ Ինձ համար։ Բայց ինչու։ Որ ուտես, ու ավելի լավ երգես։ Էй, աղջիկներ, ինչ եք անում այստեղ։ Դեք ինչ կուսեի, կուսեի մեծ համերգը սրահում մեծ համերգ տեղ շատ մարդկանց համար։ Իսկ ես կուսեի ամուսնանայի, մեծ տուն ունենայի ու ապրեի Փարիզում։
Իսկ դու ինչ կուզեիր։ Ես կուզեի մայրիկիս տեսնել գոնե մեկ անգամ։ Մայրիկը շատ գեղեցիկ է։ Նա մահացավ, երբ ես շատ փոքր էի։ Տատիկս ասում են, որ միշտ տխուր էր, բայց շատ էր սիրում երգել։ Իսկ հայրիկդ։ Նա էլ մահացավ մի քանի տարի առաջ։ Այս տատիկից բացի աշխարհում ոչ մեկը չունեմ։ Ունես, մեզ ունես։ Հա, մեզ ունես։ Եկեք երթվենք, որ մինչև մեր կյանքի վերջ ընկերներ կմնանք։ Երթվում եմ։ Երթվում եմ։ Երթվում եմ։ Միտը խրիշ քույրիկս։ Ես էլ եմ կարոտելու։ Մենք նրա ընկերներն ենք և պիտի ուրախ լինենք, որ նա ճամարանում է սովորելու։ Վերջապես հանգիստ կյանքով կապրի։ Հետո դու ինձ ունես։ Երբեք չենք բաժանվի, չէ՞։ Մենք միշտ միասին կլինենք, չէ՞։ Իհարկե, Սևիլ, մենք միշտ միասին կլինենք։ Ես նամակ կգրես աչմիասնես չէ։ Իհարկե կգրանք, եթե բերող լինի։ Սողոմոն, գնանք տղաս, արդեն ժամանակն է։
Սևիլ։ Ես չես մոռանա, չէ՞։ Երբեք։ Սողոմոն։ Շատ ուրախ եմ, որ եկար։ Բարի բարենք։ Ձեր գիտես չէ, ինչքան եմ քեզ սիրում։ Գիտես չէ, որ աշխարհի ծայրն էլ կգամ քեզ տեսնելու համար, քո շփիթը տեսնելու համար։ Բայց չեմ կարող թույլ տալ, որ շարունակես այսպես ապրել։ Ինչպես այսպես։ Այս մարդիկ գուցե լավ մարդիկ են, բայց զգուշացնում եմ հեռու մնա այս հայերից։ Այս հայերից։ Այս հայերը իմ ընկերներն են։ Ես էլ քո նշանածն եմ։ Դու դեռ երեխա ես, Սևիլ։ Դու նույնիսկ չգիտես, թե ինչ է սպասվում այս ժողովրդին։ Ինչ ես ուզում ասել։ Հայոց հարցուր վրա կպայթի եւ բոլոր նրանք, ովքեր մտերիմ են հայերի հետ, նույնպես զոհ կգնան։ Չեմ հասկանում։ Ոչինչ չեմ հասկանում։ Հասկացիր վերջապես։ Սուլթան Համիդն իսկական խելագար է։ Ամեն օր հեռագրեր ենք ստանում Պոլսից, այնտեղ ցույցեր են, ապստամբություններ։ Օսման, այսօր ուրախության օր է։ Եթե չես ուրախանալու, մեզ հետ ավելի լավ է հեռանաս։ Բայց ես դեռ ուզում եմ քեզ հետ ապրել։
Նա այսքան երջանիկ երբեք չի եղել։ Չեմ հավատում, որ վերադարձել ես այսքան տարի հետո։ Երբեք միացնում էիր, կարոտում էիր Կուտինան։ Իմանայի ամբողջ օրն այս սաղմուկն եմ լսել ու քեզ հետ ամուսնանալուց առաջ կմտածեի։ Սաղմուկ չէ, վախ է։ Ներիր, բայց երեկոյան կողքիդ չեմ լինելու։ Ինչու։ Չվախենաս, այսօր փայլելու ես։ Օսման։ Ելույթից առաջ շատ մի պարապիր մատներդ կհոգնեցնես։ Օսման։ Շտապ ժողով եմ գումարել։ Չգիտեմ ինչումն է բանը, բայց պարտավոր եմ գնալ։ Օսման, ինչ ժողով։ Չեմ կարող ասել։ Չես կարող ասել։ Դու երբեք ոչինչ չես կարողանում ասել։ Հանգստացիր, Սևիլ։ Օսման, սիրտս վատ բան է, կանխաս ու դու ինչ-որ բան գիտես։ Միտքդ մի ծառաբեռնիր անկարևոր բաներով։ Անկարևոր։ Ինքդ էիր ասում, որ Սուլթան Համիդը իսկական խելագարևոր։ Սևիլ։ Այսօր ուրախության օր է։ Խնդրում եմ զգուշ եղեք։ Ինչու։
Որովհետև շաբաթներով աշխատել եմ վրա։ Չես արել, որ սովորական աման է։ Համաձայն եմ, ամանը սովորական է, բայց վրայի նախշերը ոչ։ Նախշեր։ Ինչ նախշեր։ Սովորական խզբզոցներ են։ Խզբզոցներ չեն։ Հայկական զարդանախշերը։ Ինչ եք ասում։ Հայկական զարդանախշեր։ Հազար ներողություն կներեք։ Իսկ ինչ արժի։ Հատկապես այդ ամանը շատ թանկ է։ Մոտավորապես բավասան են ջահանա։ Կներեք։ Հազար ներողություն։ Իսկ այս մեկն ինչ արժե։ Սա էլ է թանկ։ Վայ, սա էլ ընկավ։ Ես ներողություն եմ խնդրում։ Հաստատ սա էլ կընկնի, եթե թանկ արժի։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ հիմա այս ամբողջ աղբը ինչ արժե։ Դուք հայրդ վերջապես պետք է ճանաչեք ձեր տեղն այս աշխարհում։ Հասկացեք, այլևս չկա։ Նո, նիղ, նայն, հայ, Հայաստան։ Գոյություն ունի միայն Օսմանյան կայսրություն։ Գուցե եթե դուք թուրքերդ ուրիշների մշակույթն ավիրելու փոխարեն մի փոքր ջանք թափեիք ու ձեր ստեղծեիք։ Երևի դուք էլ վաղը ինչ-որ բան կունենայիք հպարտանալու։ Բայց ցավում եմ, որ այդպես չի լինելու։ Նայիր քո զինվորների ծակ կոշիկներին, դա չի ձեր մշակույթը, դե դրա վրա ծիծաղիր։ Ուրեմն իմացիր, ես եմ հայը։ Եվ սա է Հայաստանը։ Սարգիս։ Սարգիս։ Հա, ես եմ հոգիս։ Ինչու ուշացար։ Ընթրիքն արդեն պատրաստ է։ Բերել ես երեխայի օրորոցը։ Սարգիս։ Սարգիս, ինչ է պատահել։ Ինչ է պատահել, Սարգիս։ Թուրքեր էին։ Չեմ կարող ասել։ Չես կարող ասել, թե չես ուզում ասել։ Սոնա հանգստացիր, խնդրում եմ։ Անցյալ շաբաթ նույն բանը Սմբատի խանութում է պատահել։ Քաղաքի մարդիկ վայրենի են դարձել։ Աշխատանք չկա, փորձում են ինչ-որ բան գողանալ, որ կարողանան գոյատևել։ Լավ եմ, հոգիս, արդեն լավ եմ։ Լաց մի լինի։ Միայն ցավում եմ, որ երեխայի օրորոցը չբերեցին։
Սևիլ, գնել ես քույրիկս որ ուշացա, բայց վստահ եմ համերգը հիանալի է անցել։ Սարգիսն ուր է։ Վատ առողջ է։ Բան չկա, կանցնի։ Osmanին չեմ տեսնում։ Շտապարծով էին կանչել, ստիպված էր գնալ։ Սևիլ, մտահոգ ես երևում։ Միտքդ մի ծանրաբեռնիր անկարևոր բաներով։ Ինչ։ Ասում եմ, մի անհանգստացիր։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է, Սևիլ։ Վստահ եմ, որ եթե Սողոմոնը տեսներ ինչպես ես նվագում, շատ կհպարտանար քեզնով։ Նորություն ունես նրանից։ Մի քանի շաբաթ առաջ գրել էր։ Թիֆլիսում է։ Մայստրոյի Կմարյանի մոտ ուսանում։ Սոնակիչ առաջ մի ստեղծագործություն կատարեցի։ Նոտաներն ինքն իր ձեռքով էր գրել եւ ուղարկել։ Ափսոս չլսեցիր։ Ափսոս, Սևիլ, բայց վստահ եմ, որ հիանալի ես նվագել։ Տես, նա էլ համաձայն։ Միջայլոց ես եւ Օսմանն էլ էինք պատրաստում ձեզ լավ լուր հայտնել, բայց այլևս չեմ դիմանում, չեմ կարող սպասել, պիտի ասեմ։ Մենք էլ ենք երեխայի սպասում, Սոնա։ Սևիլ։ Ես այսօր հրավիրել եմ ձեզ այս գաղտնի ժողովին հայերի հարցը վերջնականապես և հիմնովին լուծելու նպատակով։ Այն գլխացավանքից վերածվել է համատարած ժանտախտի։ Հայերը պիտի վերանան, արմատախիլ արվեն։ Այնուհետև մենք նոր սերմեր կցանենք, նրանք առողջ ծիլեր կտան, և մենք կկառուցենք ամուր և հզոր կայսրություն։ Մենք թույլ ենք տվել նրանց մեր կառավարության ներսում կարևորագույն պաշտոններ ստանձնել, բանկեր կառավարել։ Նրանք ազատ զբաղվում են առևտրով, իրենց ձեռնարկություններն ունեն։ Նրանք նույնիսկ վարձատրվում են թուրքերին հավասար լինելով անհավատ և ամենակարևորը անհավատարիմ կայսրության։ Վերջերս կատարված դեպքերը դրա վառ ապացույցն են։ Վստահ եմ հայտնի է բոլորիս Սասունում կատարվածը։ Հայերը ապստամբում են կառավարության դեմ և ոչ միայն Սասունում։ Նրանք ապստամբում են ամենուր։ Պարոն գնդապետ, թույլ տվեք միջամտել։ Սասունում հայերի ելույթը թուրքական կառավարության դեմ ընդամենը փորձ էր իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու։ Հայերի պահանջն էր վերջ տալ հայկական քաղաքներում քրդերի կողմից արվող թալանին և սպանություններին։ Պարոն քաղաքապետ, ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ դուք հայերի կողմնակիցն եք։ Ես
ճշմարտության կողմնակիցն եմ։ Ճշմարտություն։ Որ ճշմարտության։ Ճշմարտությունն այն է, որ հայերը ռուսների լրտեցն են։ Նրանք այնքան հիմար են, որ չեն հասկանում, որ չեն տեսնում, որ Ռուսաստանը հայերի շրջանում խռովություններ հրահարելով նպատակի հետապնդում խնդիրներ առաջացնել Թուրքիայի համար։ Իսկ այդ առնետ քրիստոնյաները հույսեր են տածում, որ եթե ռուսները մեզ հաղթեն, ապա կվերադարձնեն իրենց պապենական հողերը։ Նրանք դեռ դարեր կփոշմանեն ռուսին վստահելու համար։ Բավական է։ Սա մեծն սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանն է։ Ճնշել հայերի խռովությունները ամեն գնով, նույնիսկ արյան գնով։ Պետք է նրանց զինաթափել և տիրանալ այն ամենին, ինչ Ալլահի կամքով մեզ է պատկանում։ Միմիայն մեզ։ Սա խելագարություն է։ Հայերը մեր ընկերներն են։ Մենք դարեր շարունակ հաշտուխաղաղ ապրել ենք կողք կողքի։ Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել Օսմանյան քաղաքակրթությանը մատուցած ծառայություններով և հավատարմությամբ։ Ինչպես չեք հասկանում, պարոն գնդապետ, որ վերացնելով արմատախիլաներով հայերին, իսպառ վերացնում եք Թուրքիայում առաջադեմ միտք։ Ճարտարապետությունը, երաժշտությունը, գրականությունը։ Հայերը իրենց ունեցվածքը վաստակել են արդար քրտինքով, ինչպես ես, կամ դուք, կամ մեզանից յուրաքանչյուրը։ Այրդ խեղկատակ, դու ոչինչով չես տարբերվում այդ առնետներից։ Ես ես համարձակվում ինձ այդ ձևով խոսել, սրիկա։ Լռություն։ Պարոն քաղաքապետ, դուք ներեկն է։ Նա միայն ուզում էր վստահ լինել, որ մեր որոշումները այստեղ միասնական են։ Ես հավատարմության մի նամակ եմ պատրաստել, որը պիտի ստորագրենք յուրաքանչյուրս ցույց տալու սուլթանին Իստանբուլում, որ մենք բոլորս միանում ենք նրա որոշմանը։ Գուցե առաջինը դուք ստորագրեք, պարոն քաղաքապետ։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Կապիտան, լավ չեք զգում։ Չլինի ազդվել եք գնդապետի ասածներից։ Ոչ, պարզապես մի փոքր վատառողջ եմ։ Մաքրոթի կարիք ունեի։ Իմացել եմ վերջերս ամուսնացել եք, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչ կանեիք, կապիտան, եթե որևիցե մեկը ցանկանար սպառնալ ձեր նորաստեղծ ընտանիքին։ Օրինակ ես ինչ կանեի։ Ես կվերացնեի։ Կոկորդը կկրծեի ցանկացած գազանի կամ մարդու։ Կենդանիներ կան, որ ծնվում են ապրելու համար, կենդանիներ էլ կան, որ ծնվում են մեռնելու համար։ Նույնը կարելի ասել նաև մարդկանց համար, այնպես չէ՞։
Մարդիկ էլ կան, որոնք ծնվում են սովալու համար։ Փոխգնդապետ։ Իմ սիրելի Սողոմոն, հուսով եմ քեզ մոտ ամեն ինչ լավ է եւ այս նամակը ապահով քեզ կհասնի։ Գրում եմ վախը սրտումս, մտահոգված եմ Սոնայի եւ Սարգսի համար։ Ամբողջ կայսրության տարածքում ակա հայկական ապստամբություններ են, որոնք հասել են նաեւ Կուտին։ Վախենում եմ, որ ամենասարսափելին դեռ առջև է։ Պետք է Սոնային և Սարգսին փախցնել Կուտինայից, քանի դեռ ուշ չէ։ Խնդրում եմ, դերևս չվերադառնաս, ինչպես միշտ, սիրով, Սևիլ։ Ինչը լինի դուրս չգաս։ Լսեցիր։ Ինչ էլ լինի։ Սարգիս Բալյան։ Ինչ-որ բան եմ անել, թե հայ լինել է մեր օրերում ինքնին հանցագործությունը։ Մեծն Սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի երամանով դուք ձերբակալված եք Օսմանյան կայսրության դեմ դավաճանության մեղադրանքով։ Սրիկա։ Խնդրեմ։ Դավուկ։ Խնդրում եմ, խղճացրեք։ Արես գնա։ Դրան մի տար է։
Ան կվերադառնա։
Այսպես նորություն չկա։ Պետք է նրա շտապ դուրս բերենք Կուտինայից։ Այստեղ այլևս ապահով չէ։ Չեմ կարող։ Նա մեզ կմատնի, կզեկուցի, որ տանը հայ ենք թաքցնում, բոլորիս կսպանեն։ Վստահելի մեկին գտիր։ Եթե իսկապես ուզում եք վարձահատույց լինել ինձ, այնպես արեք, որ ոչ ոք չիմանա այս այցի մասին։ Առանց այդ էլ ես վտանգել եմ իմ և իմ ընտանիքի կյանքը այստեղ լինելով։ Խոստացիր, որ ինչ էլ լինի հոգ կտանես հարությունն ինչպես քո սեփական երեխային։ Ես այդպիսի բաներ։ Ինչ լավ է լինելու։ Խոստացիր ինձ։ Կտեսնես։ Հարությունը կմեծանա և հրաշալի տղամարդ կդառնա։ Խոստացիր ինձ, Սեֆիր։
Ալեյքում սալամ։ Ուզում եմ չխանգարեցի, կապիտան։ Կարելի է։ Իհարկե։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, բարոն փոխգնդապետ։ Խնդրեմ։ السلام عليكم حنم. وعليكم السلام. Բավականին հաճելի բնակարան ունեք, կապիտան։ Շնորհակալ եմ։ Բայց ձեր տանը շատ մութ է։ Maşallah. Maşallah. Դուք եք նվագում։ Ոչ։ Կինս։ Լավ է, լավ է, լավ է։ Ես երաժշտության սիրահար եմ։ Որ խնդրեմ մի բան կնվագեք մեզ համար։ Խնդրում եմ։ Խնդրում եմ։ Օրինակ թեկուս հենց սա։
Հիասքանչ է։ Երբ փոքր էի կապիտան, շատ էի ուզում դաշնամուրի դասերի գնալ, բայց հայր չթողեց։ Նա ասում էր, որ դաշնամուր նվագելը տղամարդու գործ չի։ Թույլ կտաք ես փորձեմ։ Բարեբախտաբար մայրս այդ կարծիքին չէր։ Սա կարծես ուրիշ երաժշտություն է։ Գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ։ Ինչ երաժշտություն է։ Քրդական։ Թուրքական։ Ոչ, մի շտապեք։ Հայկական երաժշտությունը միշտ էլ տարբերվել է։ Դուք տան առնետներ ունեք, կապիտան։ Դավաճանի քածը։ Այն, որ կախեցինք հրապարակում։ Նրա ձայնը մինչ հիմա ականջիս է։ Շան նման կախկանձում էր, որ չսպանենք։
տվել էի Սունային և հավատարիմ մնացի իմ տված երդումին։ Դա միակ բանն էր, որի համար ապրում էի։ Նրա փոքրիկը և իմ փոքրիկը։ Ես խնամեցի և մեծացրի Հարությունին ինչպես իմ հարազատ տղային և սիրեցի նրան ինչպես իմ հարազատ աղջկան էի սիրում։
Դա վերջին անգամ էր, երբ ես տեսա նրան։ Ձերբակալելուց հետո Կոմիտասին տեղափոխեցին Անատոլիայի խորքերում գտնվող բանտային ճամբար։ Այնտեղ նա ականատես եղավ իր մտերիմ ընկերների, ազգի ամենափայլուն մտքերի մահապատժի իրագործման։ Ահա թե ինչպես մարդկային ամբոխը կարող է մեկ հարվածով խավարի վերածել ամեն ինչ։ Նրան միազդեցիկ արվեստասերը խնայել։ Բայց Կոմիտասը երբեք չվերականգնվեց։ Նա մեկուսացավ աշխարհից, ոչ մի խոսք չարտավերեց, ոչ մի երաժշտական գործ այլևս չգրեց։ Հուսահատված, տխուր եւ ընկճված նա անցկացրեց իր կյանքի մնացած օրերը հոգեբուժարանում։ Բայց նա խելագար չէր, այլ նուրբ մարդ էր, ամենաբարի հոգին, որին ես երբևէ հանդիպել եմ։ Նա ամեն ինչում գեղեցկություն եւ երաժշտություն էր տեսնում եւ չէր հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ այդքան դաժան լինել։ Դրա համար